Վախեցար, Նելիի սիրուն աղջիկ։ Հա, քո համար մի քիչ վախեցա։ Ինձ համար։ Հա, քո համար, որովհետև առաջ հույս ունեի, որ մի օր կմեծանաս ու ամեն ինչ կանցնի։ Բայց այն էլ որ սենց բաներ ես ամ լրիվ հույսս կորցնում եմ։ Ընդհակառակ, քեզ ադրենալին է պետք, իսկ վախը մարդու ադրենալինը բարձրացնում է։ Օ, ինչ եք խոսում։ Լավ, ապրես որ եկել ես։ Հուսամ մամայիդ վախից չի որ եկել ես ինձ օգնես։ Չէ, ինչ վախ։ Ինձ համար եմ անում, որ հետո գոնե թողնեք մի քանի ամիս հանգիստ ապրեմ։ Լավ, մի բան ընտրել ես։ Հա, բայց լավ կլինի որ դու էլ ընտրես։ Արի քայլենք նայենք։ Okay. Ասում ես լավն է։ Դու պիտի ասես, դու ես քշողը։ Դու ու մաման տենց էլ չհասկացեք, որ մեքենան իմ համար ընդամենը ժեշտի կտոր է։ Հասկացել ենք, բայց լավ կլինի, որ դու էլ հասկանաս, որ շատ կարևոր է, թե ինչ մեքենա է քշում Թոնի Սայմոնը։ Այս սամակատ քշեր, Թոնի Սայմոնը պրծներ ձեզանից։ Օրինակ դու քեզ լավ կզգայր, որ բոյֆրենդը սրանից քշեր։ Իմ բոյֆրենդի հետ գործ չունես։ Դու ավելի լավ շուտ մի բան ընտրի, որ գնանք դեռ շատ գործեր ունենք։ Լավ, այս մեկը ձևակերպի։ Տունը էլի, թո Հոնդա էլ լինի։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ed Hartunian, General Manager։ Ինչու եմ կարող ձեզ օգնեմ։ Վախեցար։ Շատ։ Կներես, ուղղակի զանգերից չէիր պատասխանում։ Հազար ու մի բան մտքովս անցավ։ Մտածեցի, որ քեզանից լուր իմանալու համար ամենալավ տարբերակը սա է։ Ինչ ես ուզում ինձնից։ Ուզում եմ միշտ կողքից լինես, Տաթև։ Բայց ինչի ես։ Շուրջդ նայիր։ Հազարավոր աղջիկներ կան, որ ավելի արժանինքներ ունեն քո կողքին լինելու։ Տաթև, այդ հազարավոր աղջիկներից մեկն էլ դու ես։ Ես քեզ եմ ընտրել։ Ինչ անեմ, որ հավատաս ինձ։ Դու սիրում էիր կնոջդ։ Շատ։ Նա գիտի, որ ես սիրարվել եմ։ Ահա գիտի։ Ինքը իմ պապան հրեշտակն է։ Ու ես վստահ եմ, որ ինքը շատ ուրախ է իմ ու քո համար։ Ուրախա։ Ուրախա, որ դու ուրիշին ես ընտրել։ Ես չեմ ընտրել, Տաթև։ Ես նորից սիրահարվել եմ։ Սպասի։ Ինչին սպասեմ։ Ես արդեն հոգնել եմ սպասելուց։
Այսքան տարի կնոջս ու երեխայիս կորցնելուց հետո վերջապես զգացի, որ ես մահացած չեմ, որ ես կենդանի եմ։ Տաթև ես սիրահարվել եմ։ Ուզում եմ երջանկացնել աշխարհի ամենատխուր աչքեր ունեցող կնոջը։ Ով հղիա մեկից ու ամբողջ հոգու վատում։ Թող ինձ։ Թող գնամ։ Ինչի ես ուզում կյանքդ կապես ինձ նման դժբախտի հետ, ով երկրորդ անգամ հղիա ու չգիտի այրիա թե… Ես քեզ չեմ մեղադրում։ Դու ուզում ես նոր կյանք սկսել, բայց ինչի ինձ հետ։ Մեկ ուրիշին ընտրի։ Չես հասկանում, ասում եմ ես հղի եմ։ Ինչիդ եմ պետք։ Դու ինձ պետք ես, Տաթև։ Շատ պետք ես։ Պապ, իսկ ջահել ժամանակ մամայից առաջ, ինչ-որ սիրած աղջիկ ունեցել ես։ Ունեցել եմ, բայց… Այ հենց այդ բայցն էլ ուզում եմ իմանամ։ Էլի ջան, դու արդեն մեծ աղջիկ ես։ Մինչև մաման կար մեկը, ինքն է շատ լավ աղջիկ էր։ Ուղղակի զգացի, որ դա հրապուրանք է, շարունակեցի։ Իսկ մաման… Իսկ մաման ինչ։ Ամուսինները նախ եւ առաջ պետք է լինեն ընկերներ։ Իսկ կարամ իմանամ ինչ ես այս թեման բացում։ Հա, կարաս, պապ ջան։ Ու ինչ։ Անկեղծ լինելուց ավելի լավ բան չկա, դու ես այդ ինձ սովորացրել։ Ուզում եմ, որ դու ամեն ինչ իմանաս։ Դասա։ Պապ, դու գիտես, որ ես սիրահարված եմ Խորենին ու ինքն էլ իմ նկատմամբ անտարբեր չի, բայց ինչ-որ բան իրան խանգարում է։ Ու էդ այնա, որ ես իրա հոր ընկերոջ աղջիկն եմ։ Բալես գիտես չէ, ուրախ եմ, որ աղջիկս նման թեմաներով այն մեջ շփվում է, բայց մի կողմից տխուր եմ։ Բայց ինչ ես ուրախանում կամ տխրում։ Մա չեմ կարա քեզ բացատրեմ այդ ամեն ինչը, ժամանակ կուզի։ Դու կարաս ինձ ասես դու ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ։ Պապ, ուզում եմ, որ Խորենը լավտո չլվանա։ Ուզում եմ, որ օգնես իրան։ Բիզնեսներից հետ մեկը տուր իրան, թող աշխատացնի։ Տենց համ փող կաշխատի ու ազատ ժամանակ էլ կստեղծագործի։ Բալես, դու երևի ինձ սխալ հասկացար։ Ես քեզ ասում քո համար ինչ կարամ անեմ։ Պապ, ինձ համարը հիմա մենակ Խորենի համարն է։ Նավ, ես դա եմ ուզում քեզանից լսել։ Կարեն։ Տղաս, ես շատ ուրախ եմ, որ Անիին ու իր մորը մեր տուն ես հրավիրել։ Բայց կարող եմ մի բան հարցնել։ Հարցրում եմ։ Ես հասկանում եմ Անին քո ընկերոջ նշանածն է։ Դե նշանածը չի, դեռ ընկերուհին է համարվում։ Դե դա կարևոր չի։ Ասա։ Կարեն։ Ինձ թվում է Անին քեզ դուր է գալիս, հա։ Հա, դուր է գալիս։ Անին լավ աղջիկ է, հաճելի։ Ինչ կա դրա մեջ։ Չէ, դու ինձ ճիշտ չհասկացար։ Դե հասկանում ես, դու Անիի համար շատ բան ես անում։ Բայց դու վստահ ես, որ Անին կհասկանա, որ… Անին ինչ պետք է հասկանա, որ մինչև այսօր չի հասկանում։ Դե, որ ինքը քեզ դուր է գալիս։ Զգացվում է։
Իմ էլ ոնց։ Դու չես պատկերացնում, թե ոնց են փայլում աչքերդ, երբ Անիի անունն եմ տալիս։ Պատկերացնում ես, որ մյուսներն էլ արդեն հասկան։ Դու միայն հանգստացի։ Շատ շուտով բոլորն էլ կհասկանան, թե դու ինչ ես զգում Անիի հանդեպ։ Մամանին խորենի ընկերուհին է։ Խորենին է սիրում։ Ես շանս չունեմ։ Համել Անին շուտով գնալու է խորենի մոտ։ Շուտով։ Իսկ դու գիտես, որ այդ շուտովը շատ հարաբերական հասկացողություն է։ Հանին փոքր է, երեխա է, դեռ ամեն բան չի հասկանում։ Բայց դու էլ հողասուն մարդ ես, գիտես, որ երազներով երկար չեն կարող ապրել։ Ինչ ես ուզում ասես։ Մտքինդ ասա։ Ասա։ Ես ուզում եմ, որ իմ տղայի կողքին լինի մի կին, ում իմ տղան սիրում է։ Իսկ դու Անիին սիրում ես։ Այդ ոնց իմացար։ Դե որովհետև դու ընդհանրապես իմ տղան ես։ Ես էլ Անիին շատ սիրեցի։ Շատ մաքուր երեխա է, դասերակված, գիտի իրեն որտեղ ոնց պահի։ Իսկ մեզ էլ այդպիսի հարս է պետք։ Լավ, բա, վերջաց անիմաստ խոսակցությունը։ Շանս չկա, հասկանում ես։ Քեզ ուրիշ աղջիկ հարց կգա։ Լիքը չեն աղջիկները։ Մեկը կգա էլի մի մտածի։ Գիտեմ, որ շատ են։ Բայց ես ուզում եմ, որ քո սրտով լինի։ Ու գիտեմ մի բան, որ իմ տղան շատ ուզենա, Անին իրեն կսիրի։ Ուրեմն պետք է մի քիչ համբերել։ Ուրեմն կհամբերեք։ Հա, իսկ Անիի մայրը ինչ տեսակի կին է։ Անիի մաման ուսուցչուհի է, մամ, ցենտր կին է։ Ինձ էլ շատ է հավանում։ Ուսուցչուհի է, հա։ Հա, կգա կծանոթանանք, կտեսնես։ Դե կծանոթանանք։ Բա պապան չի զանգել, չի ասել երբ է գալու։ Այդ քո պապան երբ է զանգել, որ այսօր զանգի։ Ես էլ միամտաբար մտածում եի, որ հիմա միասին եք աշխատում, դու իրեն գործերից ինչ-որ բաներ կիմանաս։ Չէ, մամ, ոնց հասկանում եմ, մեր պապան ուրիշ պլաններ ունի։ Այս խանութում հեսա ինչքան կոշիկ կա մամատ կառնի։ Այսքան չգիտեմ, բայց մի երկու զույգ արագ ընտրի, որտեղ շատ գործ ունենք, չշանանք։ Քոն էլի գիտես ինչն եմ հավանում։ Մենք չհավանելու տեղ չունենք, Թանի։ Այդ հարցի մի մասն է, բայց դուք իմ ճաշակը A to Z գիտեք, անսխալ գիտեք ինչ կհագնեմ, ինչի չէ։ Մնում է հասկանանք, թե ինչ տիպի աղջիկ կհավանես։ Ինձ թվում է այդ էլ գիտեք, ուղղակի ձեռ չի տալի, որ հասկանանք։ Հələ սա փորձի։ Լավն է։ Դե գնացինք։ Այս երեք զույգն էլ ուզում ես։ Առայժմ այսքան։ Հագնելու ես, թե կլազետի տաճ գլույս։ Թե մեկը, թե մյուսը։ Կարելի է իմանալ, թե որտեղ էիր։ Աշխատանքային ժամդ ոնց որ թե վաղուց է ավարտվել։ Գործից հետո Կարենի հետ գնացել էինք ակումբ, մամա։ Իսկ գործի ընթացքում։ Գործի ժամանակ էլ գործի էի։ Անի, դու կարող ես Կարենի հոր մոտ չես աշխատում։ Մամա, ինչ ես խոսում։ Չես հասկանում։ Օֆիս էիր եկել։ Այո։ Ու այդպես էլ չհաջողվեց քեզ այնտեղ տեսնել։ Ես մի քանի ժամով դուրս էի եկել, գործեր ունեի։ Իսկ Կարենը ինչի չգիտեր։ Պարտադիր չի, որ Կարենին բոլոր քայլերից տեղյակ լինի։ Բա ով պիտի տեղյակ լինի։ Իրա մոտ չես աշխատում։ Մաման, ինձ հոգնած եմ, սոված եմ, փոխանակ մի կտոր հաց տաս ուտեմ։ Լավ քեզ Կարենը ասեց, մենք հիմա վաղաքանցին ենք գնալու։ Ուր։ Ինչպես թե ուր։
Կարենը քեզ չի ասել։ Մենք վաղ իրանց տուն ենք հրավիրված։ Հա, մոռացել էի կներես։ Հիմա ես քանիսին պատրաստ լինեմ։ Ես չեմ կարող գալ, մամա։ Ինչպես թե չես գալու։ Ես գործեր ունեմ, ես չեմ գալու։ Անի ձեռ ես առնում։ Մամա, ինչ կա ձեռ առնելու։ Դու չէիր ուզում գնալ Կարենենց տուն։ Գնա։ Ինչ պարտադիր է, որ ես քո հետ լինեմ։ Ես երբ էլ ուզեմ կարող եմ իրանց տուն գնալ, դա մեծ խնդիր չի։ Ես չեմ հասկանում։ Ես ինչ այդքան անտանելի եմ, հա? Անտանելի եմ, որ դու ամաչում ես ինձ համար։ Ուր ես խորել։ Տեսնես հիմա ինչ ես անում, ես էլ չեմ կարողանում, ինչ են ուզում ինձնից։ Ալո։ Հա, տիկին Նվարդ։ Իք Երևանից պատմի էլի, ինչ կա։ Ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ նույնն է։ Հատերականի հետ կապ ունեիր։ Այդքան էլ չէ։ Ինչ ես գնում, գնա տես էլի։ Չեմ կարա։ Չի։ Դե երկրից դուրս գալ չեմ կարող, մինչև դատս չլինի։ Ինչ դատ։ Green card չստացա, immigration-ը մերժեց, լոյերս էլ դատի տվեց։ Փաստորեն դու անօրինական ես այդտեղ։ Չէ, օրինական եմ, բայց երկրից դուրս գալ չեմ կարող։ Այսինքն եթե դուրս էլ գամ, հետ գալ չեմ կարող։ Բան չհասկացա։ Դու ինչ ես անում թղթերիդ համար։ Դեռ չգիտեմ։ Ում տանը որ ապրում եմ, ինքն է խոստացել, որ մի բան կանի։ Լսի, այն աղջիկը որ հետևից գալիս է ով է։ Պապայիս ընկերոջ աղջիկն է։ Քաղաքացի, հա։ Հա։ Բա թող լավություն անենք քեզ, ամուսնացի հետո։ Առանց էլ այնքան լավություն են անում։ Կարան ոչ մի բան էլ չանեն։ Մենակ ամուսնանա հետը թերիկը։ Ես սիրելով եմ ուզում ամուսնանամ։ Դու էլ ամուսնացի կարող է հետո սիրես։ Չէ, Ռուբ ջան։ Այս այն տարբերակը չի։ Դե տես հետո չփոշմանես։ Չասես այդ շանսը ոնց ձեռսս բաց թողեցի։ Ռոբից դու։ Արի գնանք գործ անենք, բոսը կասի ուշացակ։ Հետո կասեմ ես ինչ։ Hello։ Hello։ Բարև ձեզ։ Ո, բարև ձեզ։ Բայց արդեն զգուշացրել եք, որ ժամանակ չունեմ ձեր զանգերին պատասխանելու։ Այո, զգուշացրել էիք։ Բայց ուզում եմ հասկանաք տիկիննելի, որ այդ վզնոցի պարունակությունը իմ համար շատ կարևոր է։ Հասկանում եմ։ Բայց ես ձեզ կարծեմ, այդ զարդի մասին արդեն ամեն ինչ ասել եմ, չէ՞։ Լսեք, եթե ձեզ թվում է, որ ամեն օր զանգելով ինչ որ բան պիտի փոխվի, ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Տիկիննելի, ուզում եմ իմանաք, որ ես պատրաստ եմ շատ, անչափ շատ վճարել այդ վզնոցի միջինի համար, եթե գտնեք այն։ Բայց որտեղից գտնեմ։ Գիտեք ինչ, կարող է դուք կամ ձեր աղջիկը պատահաբար բացել եք կուլոնը եւ միջինը ընկել է։ Հիմա ձեզ համար ինչ մի դժվար է, որ նորից ման գաք ձեր տանը։ Միգուցե գտնեք այն։ Լսեք, նախ ես պիտի հասկանամ, թե ինչ եմ փնտրելու, որ գոնե ինչ որ ձևով կարողանամ գտնել այն։ Մեջինը քար է։ Դուք գտեք, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ուրեմն այսպես, Ռոդրիգես։ Կարլոս։ Օ, Կարլոս։ Ուրեմն այսպես, Կարլոս։ Ես ձեր հեռախոսի համարն ունեմ։ Եթե որևէ տարօրինակ բան հայտնաբերեմ, անմիջապես կզանգեմ ձեզ։ Իսկ դուք փորձեք այլևս չանհանգստացնել ինձ, այլապես ես խիստ միջոցների կդիմեմ։ Իսկ հիմա ցտեսություն։ Եղավ։ Ոնց լեզու գտնեմ ես կնգա հետ։
Դու չկաս ու ամեն ինչ խառնվել է իրար։ Կարոտս էլ չի դիմանում, ուզում եմ րոպե առաջ գրկել քեզ։ Բայց դու հեռու ես հիմա ինձնից շատ հեռու։ Ամեն գիշեր երազներումս քեզ մոտ եմ գալիս։ Բայց սիրտս անհամբեր է, շատ անհամբեր։ Սիրտս անընդհատ հիշեցնում է, որ դու ինձնից հեռու ես։ Առանց քեզ ամեն ինչ դատարկ ու մութ։ Կարոտում եմ քեզ խորեն։ Շատ եմ կարոտում։ Բա Ասմիկ ջան, Ամերիկայել եկանք, էլի անցյալից չբրծանք։ Անցյալը կենսագրություն է, որն անբաժան է մարդուց։ Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ մեր տան աշխատողը դու ես, Ասմիկ ջան։ Հիմա քո նման մարդիկ քիչ են։ Ես երբեք չեմ կարողանա մարդու մեջքից հարվածել, առավել եւս ձեր մեջքից։ Զարմանում եմ հաս։ Այսքան տարի անցել, էլի Վանոյին հանգիստ չեն թողնում։ Ես վստահ եմ, որ ձեր նման մարդիկ վատ ու մութ անցյալ ունենալ չեն կարող։ Մենք վատ անցյալ ունենանք։ Չես խոսում Հասմիկ ջան, ուղղակի սովետական բարքերն էին այդպեսին, դու լավ գիտես։ Շատ լավ գիտեմ։ Հայրս ասում էր, այս երկիրը քանդվելու է։ Խեղճ մայրս էլ վախենում էր, որ մեկն ու մեկը կլսի ու մի օր կգան հորս կտանեն։ Վայ Հասմիկ ջան, խնդրում եմ չխոսենք էլ այդ մասին, թողնենք այդ թեման։ Հիմա կարևորը դա չի։ Կարևորը գիտես ինչն է։ Վանոն ինչ որ ասի լսի ու իր ասածներով շարժվի։ Եղա։ Ուրիշ տարբերակ էլ չունեմ։ Վանոն ասեց, որ հորեղբորս տղային ասեմ Նյու Յորքից գա։ Հարազատ հորեղբորը տղան է։ Չէ, հորս, հորքուրի տղայի որդին է։ Էլավ, ասենք թե եկավ։ Հետո։ Դեր Աստված տեսնես այդ Վանոն ինչ է մտածել։ Թե ինչ է մտածել, չասեց։ Միայն ասեց, որ ամեն ինչ անե, որ նա գալոս եւ խոստացավ, որ նրան ոչ մի բան չի լինի։ Ահա, տեսար։ Վանոն իր խոսքը ավելի է սիրում, քան մեզ բոլորիս։ Գիտեմ։ Ուրեմն հանգիստ կանչիր։ Վանոն ավելի շուտ կիմանա, թե ով եւ ինչի է ուզում այդ վզնոցը մեր տնից հանել։ Դուրս եկա մի քիչ քայլեմ, Սոնա ջան։ Ոչ մի լավ բան չի։ Ոչ հույս են տալիս, որ կգտնեն, ոչ էլ գոնե ասում են, որ մահացած է։ Մամ, բա Տաթևն ինչ է ասում։ Տաթևին ինչ կա։ Հազիվ գլուխն ազատել է եղբորից հետ։ Չէ, մամ, Տաթևը տենց աղջիկ չի, դու Տաթևին լավ նայի։ Ինքը իրան շատ հեռու է պահում ես ամեն ինչից։ Ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Սոն, ինձ մեկ-մեկ թվում է, թե Տաթևը գիտի որտեղ է Սամվելը ու չի ասում։ Մամ, տենց բան չի կարա լինի։ Իզուր կասկածներով քեզ մի տանջի։ Ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Հա, Սոն, Տաթևի եղբայրը Խորենը Ամերիկա է եկել։ Կարողա տեսել ես։ Մամ, Ամերիկան լայն հասկացողություն է։ Ես նրան որտեղ պետք է տեսած լինեի։ Մի հատ իմացի, որ քաղաքում է։ Հա, չգիտեմ որ քաղաքում է։ Լավ, ես կզանգեմ Տաթևի հետ կխոսամ։ Սոն, երեխեքը լավ են։ Բոլորս էլ լավ ենք։ Դու քեզ լավ նայի։ Սամվելին գիտես։ Մի օր մի տեղից կհայտնվի։ Մի մտածի։ Ասում ես էլի։ Ձեռքդ փող կա։ Ես մի շաբաթ փող կուղարկեմ։ Կա, դու հանգիստ ես։ Մամ ջան, չես պատկերացնի ոնց կուզենայի հիմա կողքիդ լինեի։ Բայց չեմ կարող։ Մի նեղացի։ Մեր գործերը դեռ չեն եղել։ Ես չեմ նեղանում, ամեն ինչ հասկանում։ Դու քո ընտանիքի կողքին եղի։ Ես գլուխ կհանեմ։ Լավ, մամ, երեխան արթնացավ, լացում է։ Ես քեզ վաղը նորից կզանգեմ։ Բարի գիշեր։ Հաջողություն։ Գոնե դու այդտեղ երջանիկ ես։ Գիշերային թիթեռնիկներ, դեր կյանքն էլ կյանք չի էլի։
Ջանիստը։ Անի ինգրի։ Ay sirun ջան, արի։ Նորմալ է ամեն ինչ։ Թուլ են ովերա։ Մուր։ Դու ես, հա։ Ինչ ես ամուստը։ Սի ասեմ ես ով ես դուխով տղեն արա։ Ուր գնա տուն։ Ինձ ես ասում։ Հա։ Ապեր։ Ասում եմ սաղի հարցերը վեկալում վրետ։ Բեսամ մեծ սիրտ ունեցող տղա ես, հա։ Արա դու ով ես ինձ ասես ես ինչ անեմ։ Մուր, վրետ վիճակ չկա։ Ասում եմ գնա տուն վաղը կխոսանք։ Ay tufta. Arma, все, оригинал, контроль, оригинал, карма, пау! Սխալ բան արիր, Արման։ Շատ սխալ էր։ Ինչ է եղավ։ Նորմալ է։ Նորմալ է։ Գնաց։ Կներես Անի ջան, որ ես գիշերով քեզ կանչեցի։ Ինչի համար տիկի նվարդ, ամեն ինչ նորմալ է։ Չեմ հասկանում ինչա կատարվում Տաթևից հետ։ Չգիտեմ ոնց օգնեմ աղջկաս։ Գուցե դու խոսես հետ Անի ջան։ Հա, հիմա Տաթևը որտեղ է։ Ոստիկանությունից եկան տարան, ինչ որ հարցեր ունեին տալու ամուսնու հետ կապված։ Հետո էլ զանգեց, ասեց ընկերը վատացել է գնում ամոտը։ Ինչ ընկեր։ Ես էլ չգիտեմ Անի ջան, ինչ որ կուրսեցի է, դեպքա պատահել հիվանդանոց է ընկել, Տաթևն էլ անընդհատ գնում է տեսության, շրջանից է։ Բայց ինչ կան հանգստանալու տիկի նվարդ։ Ես լրիվ ուրիշ բանի համար եմ անհանգստանում։ Ինչ է եղել։ Տաթևը նորից հղի է։ Հա։ Դե շատ լավ է։ Ես էլ ասեցի շատ լավ աղջիկս։ Բայց ախր ինչն է լավ։ Գոնե ամուսինը գլխին լիներ։ Մենակ ոնց է երկու երեխա մեծացնելու։ Դե մենակ չի տիկի նվարդ։ Դուք, Խորենը, ես բոլորս էլ իրա կողքին ենք։ Այ Անի ջան, ինչ լավ աղջիկ ես։ Ես վստահ եմ, որ դու միշտ մեր կողքին կլինես։ Չէ, իհարկե կլինեմ։ Ես Տաթևին իմ հարազատ քրոջ պես սիրում եմ, ես իրան ամեն ինչով կօգնեմ։ Շնորհակալ եմ Անի ջան։ Mary? Hi Mary. Hi. Մի օր որ ձեր տնից մարդ չտնամ, օրը սոր չի։ Փաստորեն օրերը լավ ուրախ են անցնում, հա? Փաստորեն։ Դու էիր Խորենին օգնել, որ քարվաշում աշխատի։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Խորենը աշխատանք է գտել, հետո էլ ինչ կապ ունի թե ով է օգնել։ Դե որ կարևոր չլիներ, չի հարցնի։
Իսկ այդ ինչից ես տենց որոշել, որ հենց ես եմ իրան օգնել։ Հետո նույնիսկ եթե ես եմ օգնել, ինչ վատ բան եմ արել, որ վատի կամ լավի համար չեմ հարցնում։ Գիտես, Լիլիթ, ես իմ բոլոր ընկերներին ինչքան որ կարողանում եմ, ինչով որ կարողանում եմ, օգնում եմ։ Ու չեմ կարծում, որ ինչ որ վատ բան կա դրա մեջ։ Վատ բան չկա, Մերի ջան։ Ուղղակի կխնդրեի, որ սրանից հետո եթե ուզում ես խորենին օգտակար լինես, ինձ տեղեկացնես այդ մասին։ Քեզ։ Հա, որ ես ու դու իր համար նույն բաները չանենք։ Ինչի դու ես իր համար քարվաշում գործ գտել։ Չէ։ Ուղղակի ապագայի համար եմ ասում։ Շատ շնորհակալ եմ զգուշացման համար։ Այդքան բան։ Չէ։ Եկել էի ընկերությունս առաջարկեի։ Կարծում եմ իմ ու քո ընկերությունից խորենը մենակ կշահի։ Իսկ քեզ ինչի է թվում, որ ինձ շատ անհանգստացում, թե խորենը ինչ կշահի կամ ինչ չի շահի։ Չի թվում։ Համոզված եմ։ Okay։ Դե որ այդքան համոզված ես ու տենց խելացի աղջիկ ես, հաշվի ընկերներ ենք։ Okay։ Մամ։ Հա ջան։ Քնած ես։ Չէ, կարդում էի տղաս։ Մամ։ Ջան։ Արի լավ բաներից խոսանք, հա։ Ոչ Սամվելի մասին եմ ուզում իմանամ, ոչ էլ ուրիշ բաներ։ Արի ես քեզ հարցեր տամ, դու մենակ պատասխանի, հա։ Ասա տղա ջան։ Մամ։ Մեր պատժեզդի մոտի դիքը սարել, հա։ Հա խորեն ջան։ Մամ, աղ չեն լցրել։ Մեր հարևան Կարոն լցրել է, բայց էլի սառում է։ Մամ, Լյուդվիկի խանութի պարտքի տետրը կա դեռ։ Հա տղա ջան կա, բայց այս ամիս մենք այդ տետրում չկանք։ Չենք է լինի։ Մամ։ Հա ջան։ Տանը ով կա։ Անին այսօր մեր տանն է մնացել։ Քնած ա, ուզում ես արթնացնեմ խոսես։ Չէ, թող քնի։ Անի հետ հետո կխոսամ։ Քո հետ եմ ուզում խոսամ, մամ։ Քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ տղա ջան։ Ամեն ինչ լավ կլինի, մամ, այ կտեսնես։ Երանի կողքս լինեիք, հիմա տուն գայի դու էլ տանը լինեիր, մամ։ Երանի հիմա կողքիս լինեիր տղաս։ Ես այդքան չէի խեղճանա։ Հեռախոսով ինչ ասեմ, որ մի ցավս քեզ պատմեմ։ Գոնե դու այդտեղ հանգիստ ապրիր։ Կյանքդ գոնե լավ դասավորես։ Մամ, ձայներ լսեցի, կարող է տաթև եկա։ Չէ, Անի ջան, խորենն էր զանգել։ Խորենը։ Բա ինձ ինչի չարտնացրեցիք, ես էլ էի, չէ ուզում իր հետ խոսեի։ Անի ջան, ես էլ չհասցրեցի կարգին խոսել հետը։ Հետո որ իմացավ քնած ես չթողեց արթնացնեմ։ Բա ինչ էր ասում, ոնց էր, լավ էր։ Լավ է։ Արդեն հասցրել է մեզ կարոտել։ Ու շատ է կարոտել։ Նենց կուզեի ինչ-որ մի հրաշքով ես էլ հայտնվեի խորենի կողքին։ Անի ջան, վաղ թե ուշ դու կգնաս նրա մոտ։ Իսկ ես չգիտեմ էլ կտեսնեմ տղայիս թե չէ։ Դե լավ, տիկին Նվարդ։ Տխուր բաների մասին մի մտածեք։